Մեզ միացել Անուշը, նրան ասում ենք բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստենք սագախոտով օգտակար աղցան, որի համար մեզ անհրաժեշտ է չերի լոլիկներ, սագախոտ, եգիպտացորեն, ավոկադո, կիտրոն, սոխ, համեմ, ձիթապտղի յուղ։ Բայց հիմա ես այսպես խաշել եմ։ Դե այս շրջանում պետք չէ մարինացված, պատրաստ եգիպտացորենը գնել, պահածոյացված, այլ կարող ենք ուղղակի այսպես կտրտել եփված եգիպտացորենը, եթե օրինակ դուք այս լինում է, չէ, որ ուտում ենք, հետո արդեն մնում է ու հետո չենք իմանում ինչ անել, այլ կարող ենք պարզապես անմիջապես աղցան պատրաստել, թողնել թարմ վիճակում, որ հանկարծ չհնանա։ Այսպես կտրատված եգիպտացորեն, հետո շատ հեշտությամբ կարող ենք բաժանել հատիկների, չէ՞, վստահաբար։ Իհարկե։ Հետաքրքիր տեղեկություն կա միջայլոց կապված եգիպտացորենի պատրաստման եղանակներից մեկի հետ, սիրելիներս, որ օգտակար հատկությունները առավելագույնս պահպանելու համար ավելի լավ է այն եփել գոլորշու վրա կամ պարզապես խորովել, քանի որ ջրի մեջ երկար եփելիս վիտամինների մի մասը կորչում է։ Այո, ես ուզում եի ասել, որ հիմա շատ այդպես թրենդային բաղադրատոմսեր կան, որ հենց խորոված վիճակում կամ նույնիսկ տապակում են թավայի վրա, եթե այդ րոպեին հնարավոր չէ խորովել, կարող եք ուղղակի տապակի վրա մի փոքր տապակել։ Իդեպ ես եւս մեկը գտա, ասում եմ, որ եգիպտացորենը իսկական սննդարար հարստություն է մեր օրգանիզմի համար, որովհետև լինելով բարդ ածխաջրերի եւ բջջանյութի հիանալի աղբյուր, այն երկար ժամանակ ապահովում է էներգիա, արագ հագեցնում է, բարելավում է մարսողությունը եւ նպաստում է քաշի վերահսկմանը։ Անուշ, հերթական ընտրված բաղադրատոմսերից մեկն է սա, բնականաբար, բայց հետաքրքիր է, օրինակ դու ինչպես ես որոշում կամ ինչով է քեզ գերուն տվյալ բաղադրատոմսը, որ մտածում ես, այո, պիտի մաքսիմալ արագ ես այն պատրաստեմ եւ փորձեմ, այո։ Առաջինը, որ արագ է պատրաստվում։ Ահա, հատկապես այս դեպքում դա կարևորներից մեկն է։ Օգտակարությունը եւ գույները։ Հատկապես ամռանը գույներն իսկապես շատ կարևոր են։ Սա հենց ամառային աղցան է, իրականում շատ հաճախ եմ պատրաստում տանը։ Նույնիսկ կարելի է, եթե ինչ-որ մի բաղադրիչ չլինի, մեկ այլ բաղադրիչ լինի տանը, կարող եք եւ այդպես էլ պատրաստել։ Կարևորը, որ սագախոտ շատ հաճախ օգտագործենք, որովհետեւ սագախոտը շատ օգտակար է։ Այո, բայց քանի որ այսօրվա հերոսը եգիպտացորենն է, եւս մեկ հետաքրքիր փաստ ներկայացնենք մեր հեռուստադիտողների, եգիպտացորենի ամբողջ աշխարհում չափաբաժնի միայն մի որոշակի ընդ որում շատ քիչ մասն է, որ օգտագործվում է խոհանոցում տարատեսակ բաղադրատոմսերի մեջ, փոխարենը դրանցից պատրաստվում են կենսավառելիք, սոսինձ, կոսմետիկա, նույնիսկ դեղահաբերի թաղանթներ։ Սա իսկապես նորություն էր բոլորիս համար։ Եգիպտացորենը այնքան օգտակար է մարդու համար, որ իրականում շատ են հետաքրքիր փաստերը նրա մասին եւ մարդ եգիպտացորեն կապն էր, գիտես չէ, որ շատ ամուր է եւ այսպես անդավաճան, հատկապես եգիպտացորենի կողմից, որովհետեւ սիրելիներս եգիպտացորենը այնքան ընտելացվել մարդու կողմից, որ վայրի բնության մեջ ինքնուրույն չի կարող բազմանալ։ Եվ եթե դրա հատիկները օրինակ ընկնեն գետին, պարզապես նրանք կփտեն թաղանթի մեջ, քանի որ չեն կարող ինքնուրույն դուրս գալ եւ արմատներ գցել։ Այստեղ պետք է արդեն մարդու գործոնը եւ շատ կարեւոր է եգիպտացորենի աճի ու բազմացման համար։ Ճիշտ մշակում է։ Չերի լոլիկները կտրատում ենք երկու մասի։ Այո։ Բայց դուք հիմա կպատկերացնեք, որ խորոված վիճակում լիներ, ինչ հետաքրքիր բույր կտար աղցանին։ Այո, բոլորովին տարբեր կլիներ։ Այնտեղ մենք մինչ լոլիկը կտրատեինք, ավելացրեցինք կարմիր պղպեղ, աղ, ճիշտ եմ Այո, նկատել։ մի փոքր կարմիր պղպեղով, աղով առանձին, ես խաշելու ժամանակ աղ չէի ավելացրել, դրա համար այստեղ առանձին արեցինք, որ լավ համենվի, եւ հիմա ավելացնենք սագախոտը, քինուան։ Ու կտրենք ավոկադոն։ Կան չէ բանջարեղեններ, մրգեր, որոնք հատուկ են տվյալ տարածաշրջանին։ Իհարկե։ Բայց կարծես եգիպտացորենի մասին չէ դա, որովհետև ամեն տեղ է։ Ամենտեղ ամենուր մի վայր կա ընդամենը, մի տեղ կա, որ դե կարծում եմ պիտի մտածենք տրամաբանենք, որովհետև որպես այդպեսին այնտեղ
դժվար ինչ-որ բան Աճի եւ բազմանա։ Այո, եգիպտացորեն աճում է երկրագնդի բոլոր մայրցամաքներում, բացի իհարկե Անտարկտիդայից, սիրելի հեռուստադիտողներ։ Դե հա, պետք էր գուշակել դա։ Ահա, հասանք ավոկադոյին։ Այո, ավոկադոն շատ լավ հասած էր եւ գթալով գեղեցիկ դուրս եկավ։ Ավոկադո գնելիս պարտադիր սեղմեք մատով փորձեք փափուկ ավոկադո ընտրել, որպեսզի ավելի այսպես հասուն եւ համեղ հյութեղ ավոկադո լինի։ Այս աղցանը իհարկե պատկանում է այն բաղադրատոմսերին, որոնք մաքսիմալ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Բայց գիտես, երբեմն անուշ, ինչ եմ մտածում։ Օրինակ կարող են լինել 7-8 բաղադրիչներ, որոնք անհատապես յուրաքանչյուրը մարդու օրգանիզմի համար կարող է լինել շատ օգտակար, չէ՞։ Բայց արդյոք դրանց համադրությունը նույնպես պահպանում է իր օգտակարությունը, եթե օրինակ 7-8 օգտակար բաղադրիչներ մեկտեղ ենք։ Լինում են դեպքեր, որ օրինակ չեն համատեղվում մի բաղադրիչը մյուսի հետ եւ մարդու օրգանիզմի համար դա կարող է լինել։ Իհարկե լինում է։ Ոչ այդքան օգտակար։ Այնպես է, որ երբ որ ինքդ արդեն շատ սիրում ես, եթե սիրում ես խոհանոցը, դու նույնիսկ արդեն մանեն կփաստի, որովհետև ինքն էլ է սիրում խոհանոցը, որ ուղղակի նայելով հասկանում ես, այս բաղադրիչը մյուսի հետ խառնած այս աղցանը համեղ կլինի, թե ոչ։ Ինչպես ենք ասում, սմբուկի հետ պարտադիր է սամիթը, սխտորը, միայն այդքանը արդեն հասկանում ես, որ լավ է, չէ, բայց օրինակ, չգիտեմ, անհավանական մի բաղադրիչ եթե սմբուկին ավելացնենք, կարող ենք ասել, այս ինչ էր, ինչ կդառնա։ Պարտադիր պետք է համադրվեն, իհարկե։ Հիմա այսպես մեծ կտրտենք սոխը, որպեսզի ուղղակի համը փոխանցի, եթե չեք ցանկանա, կարող եք չուտել։ Ես մի հետաքրքիր բան հենց նոր մտածեցի, որ այս աղցանի մեջ կարող ենք նաև օգտագործել մարինացված սոխը։ Այո, շատ հաճախ մարինացնում եմ սոխը, որովհետև այդպես արդեն բոլորովին այլ համ է ստանում, մարինացնում ենք քացախով, օրինակ կարող ենք կիտրոնով, մի փոքր ջրով։ Խոսեցինք կիտրոնից, ավելացնենք նաև կիտրոնը։ Այ վերջին շրջանում մի բան եմ նկատել, որ պատկերացումներս բաղադրիչների, բաղադրատոմսերի հետ այսպես վառ են երևակայում եմ, մտածում եմ ինչի հետ կարող էր շատ սազական լիներ կամ համեղ ստացվել, բայց արի ուտես, որ ժամանակ չեմ կարողանում գտնել իմի բերել այդ ամենը եւ պատրաստել, պարզապես լինել խոհանոցում եւ սարքել, ինչը շատ սիրում եմ գտես իրական։ Պետք է գտնել այդ ժամանակը, այո, որովհետև խոհանոցը նաև թերապիայի տարբերակ է եւ կարողանում ես մտքերի միջայլոց նյարդերը հանգստացնել, հատկապես ծանր աշխատանքային օրվանից հետո, երբ դու հայտնվում ես խոհանոցում, չկա խանգարող որևէ բան, միացնում ես քո սիրելի երաժշտությունը, օրինակ ես հատկապես պատրաստելու ընթացքում շատ տարօրինակ է, բայց սիրում եմ հարցազրույցներ լսել։ Լավագույն հնարավորություն։ Այո, ես էլ։ Ես դու տեղյակ ես ամեն ինչից, բայց զուգահեռաբար հասցնում ես նաև խոհանոցում պատրաստել։ Հիմա կտրենք նաև կծու պղպեղ։ Մի քանիսը ավելացնենք, բայց կորիզները կհանենք, որպեսզի շատ կծու չլինի։ Եվս մեկ կարևոր տեղեկություն իմիջայլոց նորից եգիպտացորենի հետ կապված, սիրելիներս, եգիպտացորենի բաղադրության մեջ արկա լուտեինը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որը պաշտպանում է աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ պահպանում է տեսողությունը։ Շատ բազմաֆունկցիոնալ է մեր եգիպտացորենը։ Եգիպտացորենը շատ օգտակար է։ Իսկապես աշխարհն է շատ բազմաֆունկցիոնալ, որովհետև երբ մենք խոսում ենք այս կամ այն խնդրի մասին, որին բախվում է մարդը, բնության մեջ վստահաբար մենք կգտնենք նաև պատասխանները։ Հիմա կտրեմ համեմը, ընդհանրապես որքան շատ կանաչի օգտագործենք այստեղ, այդքան համեղ եւ այդքան ամառային բույրն էլ ավելի արտահայտիչ կլինի։ Կարող ենք նաև խառը կանաչի օգտագործել, բայց ես այստեղ հիմա համեմ եմ կտրտում։ Միայն համեմ։ Այո, կարող ենք նաև համեմ, ռեհան, ամեն ինչ, ինչ որ կցանկանաք։ Նույնիսկ անանուխը։ Անանուխը նույնպես շատ թարմ համ է փոխանցում։
խոհարարները հիմա երբ այսպես կտրում են, ասում են, որ այդպես ջարդվում է, եթե մի քիչ շատ մն, այսինքն եթե պետք է մնա մի փոքր կանաչին, ապա արդեն անհնար կլինի օգտագործել։ Իսկ եթե հենց այդ պահին եք օգտագործում, ոչինչ, կարելի է վրայով նորից անցնել եւ ավելի մանր կտրտել։ Անուշ ամառիր կիզակետում է, հուլիսի 21-ն է այսօր հանրապետության ողջ տարածքում տարբեր այսպես միջոցառումներ են, մշակութային իրադարձություններ են, խոհանոցին վերաբերող, գաստրո ոլորտին վերաբերող փառատոներ են, հասցնում ես մասնակից լինել, հետևել ընթացքին կամ անձամբ դու էլ լինես մասնակից։ Նկարահանումների բերումով եթե ստացվում է գնալ, այո, հասցնում եմ, բայց շատ լավ է, որ հիմա ամառը շատ հեժ է անցնում, չգիտես թե որ գյուղը գնաս, որ մարզը գնաս, որովհետև ամեն տեղ արդեն սկսել են տարբեր փառատոններ անցկացնել ու դա ուղղակի հրաշալի է։ Հիմա ձիթապտղի յուղ կավելացնենք, մեզ մնում է ընդհանուր մի փոքր, համեմել։ Անուշ մայրաքաղաքից ամենահեռավոր վայրը, գյուղը, մարզը կամ քաղաքը, որ բացահայտել ես, ո՞րն է եղել, կհիշես։ Ամենահեռավոր, գիտեմ թե ուր եմ գնալու ամենահեռավորներից։ Դեռ պիտի գնաս պաստորեն։ Եվ Մեղրի պետք է գնանք, Օձուն պետք է գնանք, դա առաջիկա պլաններում է։ Մենք Սանահին, Հաղպատ, վանքերը գնացել, նկարել ենք, մեր հեռուստադիտողներին ցուցադրել ենք իհարկե այդ տեսանյութերը, բայց շուտով նորից պետք է գնանք։ Եվ Կիրանցի վանքի մասին եմ լսել, Կիրանցի վանքը շատ գեղեցիկ է, Աղյուսաշեն, Տավուշի մարզում 2 Աղյուսաշեն վանքեր կան, մեկը Այգեհովիտի Սրվեղի վանքն է, մյուսը Կիրանց, մենք Սրվեղի վանքը նկարել ենք և շատ մեծ արձագանքներ ստացանք, իսկ Կիրանց դեռ չենք գնացել։ Գիտեք, նաև Կիրանց նշած այդ 2 վայրերում էլ եղել եմ եւ պիտի պատմեմ հեռուստադիտողներին, որ այո, դա հրաշք է, յուրահատուկ էմոցիաներ են, շատ զարմանալի հույզեր, որոնք պատում են ձեզ այնպես, որ պարտադիր ուղղություններից պիտի լինի ու առավոտյան էլ մենք խոսում էինք այն մասին, որ նմանատիպ փառատոնները, իդեմս օրինակ ֆեստիվալի, տալիս են հնարավորություն մեզ բացահայտելու մեր չքնաղ հայրենիքը եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ էլ ավելի մեծ սիրով եւ հոգատարությամբ վերաբերել մեր հայրենիքին, որովհետեւ իսկապես նա ունի այդ սիրո կարիքը։ Իսկ այսպես ճանաչելով մեր Հայաստան աշխարհը, մեր հայրենիքը, նաև շնորհիվ Անուշի պատրաստած տեսանյութերից ծանոթանում ենք նաև այնտեղ բնակվող մարդկանց հետ, իրենց կենցաղավարության, իրենց անկեղծ տեսակի եւ նաև այն մարդկանց հետ, ովքեր պահպանողն են այն մշակույթի, որը պատմության մասին է, որը մեր ազգայինի մասին է, որը խոհանոցի մասին է նաև, ինչը կարծում եմ կարևոր այցեքարտերից մեկն է առհասարակ հայ լինելու նաև։ Անուշ մենք արդեն գնում ենք։ Այնքան հետաքրքիր է, որ տատիկների հետ տարբեր ավանդական խոհանոցից հետաքրքիր ճաշատեսակներ ենք բացահայտում, շատ հետաքրքիր է եւ սկսել եմ օրինակ տանը, նկատել եմ, որ սկսել եմ ավելի շատ պատրաստել հայկական ուտեստներ։ Օրինակ Թալինի փառատոնի ժամանակ Վահե Քոթանյանի հետ պատրաստեցինք սոխջուր։ Մենք հետևում էինք եւ զարմացած։ Շատ համեղ էր, անկեղծ 3 պատրաստեցի։ Մերոնք հավանեցին, այնպես որ դարձավ դա մեր մշտական ուտեստն է։ Տաղավարում էլ մի օր պատրաստենք։ Այո, մեծ սիրով։ Հիմա արդեն մեր աղցանը պատրաստ է, մնում է ասել Անուշ լինի, հաստատ ինձ թվում է հեռուստադիտողները կպատրաստեն։ Շնորհակալ ենք Անուշ, հրաշալի բաղադրատոմսի համար, մի քանի րոպե ընդամենը հարկավոր է մեր սիրելի գործընկերուհուն ու նաև ձեզ սիրելի հեռուստադիտողներ նման օգտակար ու համեղ աղցան պատրաստելու համար։ Եթե ունեք բաղադրիչները պատրաստեք, սնվեք, մենք էլ գնանք փորձենք, իսկ գովազդը դիտելուց հետո մենք կրկին կլինենք մեր տաղավարում։